Պարոն Բոստանջյան, շաբաթօրը վարչապետ Կարեն Կարապետյանը բավականին ծավալուն հարցազրույցով, եթե կարելի է դա հարցազրույց կոչել, հանդես եկավ, որտեղ անդրադարձավ մի շարք հարցերի ու հիմնականում Սփյուռք Հայաստան կապին էր վերաբերում, հիմնական հարցերը ու նրա շեշտադրումները ներդրումներին, Սփյուռքահայությանը հայաստանյան բիզնեսում ներգրավելուն, ըստ ձեզ ինչ է մինչ այսօր արվել Սփյուռքին ներգրավելու համար կամ 2 ամիսը այս բավական է արդյոք որևէ գնահատականներ այդ առումով տալու համար։ Գիտեք ոնց է, ես կարծում եմ Սփյուռքի հետ հարաբերությունները այդուհանդերձ ուզում ենք թե ոչ, ուրեմն տեղի են եղել են հարաբերություններ, կառուցվել են հարաբերություններ, բայց որակական առումով այդ հարաբերությունները լավը չեն եղել։ Մասնավորապես ասենք թե անկախ են հանգամանքից, որ մենք կարող էինք հեռուստացով տարբեր ֆորումների կտրվածքով տեսնել այս առնչվածությունը, այդուհանդերձ են պոտենցիալ ուժը, որ կա Սփյուռքում, իսկ դա չափազանց մեծ է։ Վատագույն դեպքում, եթե մենք ուզենանք այդպես խավար գնահատականներ տանք, ուրեմն 3 անգամ ավելի շատ պոտենցիալ կունենա Սփյուռքը, քան թե Հայաստանի Հանրապետությունը մեր ունեցած հնարավորություններն։ Մենք այս հնարավորությունների օգտագործման առումով ես ասեմ, մեղմ ասեմ, ուրեմն մենք չենք լավ հարաբերություններ չենք կառուցել, ավելին բոլոր պարագաներում մենք կարծեք թե այդպես անընդհատ ուշադրություն է սևրած, թե մեզ ինչ կտան, արդյոք մի բան կտան, դա ըստ էության աղքատի հոգեբանություն է, փոխանակ մտածել ինչը կարելի է, այդ պոտենցիալը ինչպես կարելի է օգտագործել, այստեղ չափազանց կարևոր է այդ պոտենցիալ հնարավորությունների օգտագործումը, իսկ այն ես արդեն ասեցի, որ մեծ է եւ բնականաբար Հայաստանի Հանրապետության հատկապես այսօր չափազանց կարևոր է այդ հնարավորությունները ճիշտ այդպես մոբիլիզացնելը եւ տեղաբաշխելը, տեղադրելը, օգտագործելը։ Վարչապետի զրույցը Սփյուռք, ուրեմն Հայաստան հարաբերությունների առումով ըստ էության դա էր նշանակում։ Իհարկե կարելի է սա ավելի դետալացնել, ավելի խորանալ դրանում, թե որ ուղղությունը, բայց գոնե մենք պետք է սկսենք նման գործընթաց։ Այդ գործընթացը նշանակում է, ուրեմն ընչաքաղց մոտեցումները մեր պարզապես կորցնենք, այն որ ասենք աղքատի հոգեբանությամբ անընդհատ սպասենք թե որևէ մեկը մեզ մի բան տալու էլ այդ մարդիկ կարող են այստեղ մեծ ծախսել պրոյեկտներ, ծրագրեր իրականացնել, նպաստել իրենց ֆինանսական հնարավորությունները տեղադրել, տեղաբաշխել, բայց բոլոր դեպքերում մինչև օրս երբ մենք այս առումով չենք ունեցել հաջողություն, դա պայմանավորված է ոչ թե միայն նրանով, որ մենք չենք օգտագործել, այլ միջև անգամ վտանգավոր է եղել, ուրեմն նրանց միջոցների ներդրումները Հայաստանի Հանրապետությունում։ Այո, դրա ցցուն օրինակը պետք է համարել, օրինակ Գրգորյանի կողմից, ուրեմն առաջի տրանշը, որ մենք իրականացրեցինք $150 միլիոն չափով Լինսի հիմնադրամը, ես ասում եմ, որքան էլ ռացիոնալ չօգտագործենք, բայց մեծ ուրեմն ծրագրեր իրականացվեց այդ $150 միլիոնի, իսկ հետագա $200 միլիոն չափով այդ ներդրումները, որ պետք է լիներ, դա շուտապույտորեն ուրեմն հեռացվեցին, պայմանավորված են հանգամանքով, որ ուրեմն սրանց սպասում է վտանգ։ Ուրեմն ըստ էության վարչապետի այդ զրույցը, այս շփումը հասարակության ժուրնալիստների հետ կայանում էր հենց դառնում, որ մենք սկիզբ դնենք այս գործընթացի արդյունավետության բարձրացման եւ ընդհանրապես սա հիմնավորվածության բարձրացման ուղղությամբ։ Փաստորեն հիմա կա մի իրավիճակ, երբ բիզնեսը անվտանգ չէ, ներդրումային դաշտ չի ստեղծում Հայաստանում դրանից։ Նախորդ կառավարության խնդիրները ստեղծվել էին նախորդ դրանից առաջվա կառավարության օրոք։ Հիմա փոփոխություններ են լինում։ Նախորդ ասենք 25 տարին այդպես է եղել։ Հիմա էլ դες ամրագրումներ չանենք նախորդի, ընդհանրապես 25 տարիները, որը ըստ էության փոքր տարիներ չեն, քիչ չէ, արի ուտես, որ մենք փաստորեն հետևողական չենք եղել այս առումով։
Խոսելով հենց նախորդների մասին, հիմա նոր կառավարությունը եկել փոփոխություններ են անում, կադրային փոփոխություններ, կրճատումներ, նոր ծրագրեր են ներկայացնում, սակայն տեսեք նախորդ տարի մոտ 1 միլիարդով ավելացավ պետական պարտքը, դա անարդյունավետ կառավարման հետևանքով էր, ու հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում նախորդ կառավարությունից։ Նման գործելավոճ պետք չէ արդյոք նոր կառավարության կողմից, որպեսզի վստահություն առաջանա։ Գիտեք, առաջի հերթին այս բառը, որ դուք շեշտադրեցիք, վստահությունը դա կարևորագույն է ամբողջ աշխարհում, ընդհանրապես ցանկացած մեծ նախագծեր ու ծրագրեր իրականացման հիմքում պետք է լինի վստահությունը, հասկանում եք, երկիրը երկրի նկատմամբ, գործընկերը գործընկերի նկատմամբ, ընդհանրապես ներդրողը տվյալ երկրի նկատմամբ, իհարկե մեր մոտ ահավոր դեֆիցիտ գոյություն ունի վստահության, եւ այս վստահության դեֆիցիտը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, որ մենք 25 տարիների ընթացքում ուրեմն չենք եղել հետևողական բազմաթիվ հարցերի առումով, մասնավորապես, ասենք, ներդրումներ եք ասում, ներդրումները մի ինստիտուտ է, որը մեր ցանկությունից անկախ ցանկացած ուրեմն տնտեսարող սուբյեկտ ուրեմն կշարժվի դեպի այնտեղ, որտեղ պետք է ներդրումներ անել, բայց եթե մեր մոտ չեն գալիս, ուրեմն նրանց համար պայմանները սարսափելի վատ են ու ոչ գրավիչ, ինչի պայմաններում նրանք ավելորդ ռիսկերի չեն դիմելու, ինչի պետք է գան։ Հիմա փաստորեն ըստ վարչապետի այս մոտեցումների մենք տաստված որ հաջողվի մեզ, մենք պետք է հնարավորինս պաշտպանենք ուրիշի սեփականությունը, կապիտալը, ներդրումը, եթե մենք դա անենք, եթե դիմացիները դրանք կլինեն սփյուռքից, կլինեն սփյուռքի ներկայացուցիչներ, թե ընդհանրապես օտարներ, բոլոր դեպքերում պաշտպանված պարագայում տնտեսավարող սուբյեկտները պարզապես չեն կարողանալ դիմանալ այդ գայթակղությանը եւ այդ ներդրումները որպես այդպեսին կանեն, որտեղ ցանկացած ներդրումներ տնտեսավարող սուբյեկտը հետապնդում է շահ, որտեղ որ հնարավոր է, իսկ Հայաստանի Հանրապետությունը որպես անցումային փուլում գտնվող երկիր բնականաբար շատ ավելի կարող է գրավիչ լինել բազմաթիվ այլ տարածաշրջանների համար։ Իսկ խոսելով հենց այդ վստահության բարձրացման մասին, արդյոք մարդիկ, պետական պաշտոնյաները նախկին կամ ներկա որևէ պատասխանատվության չպետք է ենթարկվեն նման վստահության ստեղծման համար։ Գիտեք, սա կոմպլեքս համալին մի խնդիր է, համալի լուծում է պահանջում, այո, ինչու՞ չէ, նաև պատասխանատվության բան, բայց բոլոր դեպքերում ես չէի առաջարկի, որ մենք, ասենք, պատասխանատվության անվան տակ պատկերացնենք, որ հիմա ջարդ է սկսում երկրում։ Հասկանում եք, տեղի է ունեցել։ Ուրեմն այդ որ տեղի է ունեցել, հանգարցակի չմտածենք, որ ինչ որ մեկը, հասկանում եք, դուրս է եկել շրջանակներից, նա թույլ են տվել, որ դուրս է եկել։ Այդպես որևէ մեկը չի կարող պետության նկատմամբ ու հետ խաղ խաղալ։ Եթե տեղի է ունեցել ոչ ցանկալին, ուրեմն նշանակում է իրենք ոչ բացահայտ ձևով ունեցել են դրա թույլտվությունը։ Այսօր նստել հաշվեհարդար տեսնել այս մարդկանց հետ, իհարկե պետք է հաշվեհարդարի ինստիտուտը։ Գոնե վատագույն դեպքում այսօրվանից սկսված, որ ցանկացած ոք պետք է պատասխանատվություն կրի։ Այդ պատասխանատվությունը պետք է լինի անվերապահ եւ նման պարագայում եւ բացառվի, ասենք, ոչ բացահայտ հովանավորչությունը տարբեր բարձր մակարդակների կողմից։ Ուրեմն սա իր հերթին եւս մի անգամից չի ենթադրում, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային առումով կլինի չափազանց գրավիչ։ Մենք գործ ունենք մեծ համակարգերի հետ, իներցիոն համակարգերի հետ։ Իսկ իներցիոն համակարգերում այդ վստահության ինստիտուտը ձևավորելու համար ժամանակ է պետք։ Բայց բոլոր դեպքերում ասում են լավ է ուշ, քան երբեք։ Այդ իսկ կտրվածքով հասարակության մի լայն շերտ մտածում է, որ իդեմս նոր վարչապետի ամենայն հավանականությամբ պետք է մեզ հաջողվի այդ առումով հասնելու հաջողության։